Բարի գեսոր սերներ, Փառք Աստծո Աստված շաբաթ մի ևս մեզի կյանք տվավ եւ հիմա հոս միասին հավաքվեցանք Տերոջի խոսքը սերդելու։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզ մեր Տերը, մեր Փրկիչը, որ անգամ ևս Տեր մեզի հավաքեցի, որպեսզի քո խոսքը կարողանանք կարդալ, սերդել, ըմբռնել եւ յուրացնել մեր կյանքի մեջ։ Կխնդրենք, որ Սուրբ Հոգին զորությունը մեզի տաս Տեր այս ամենը կատարելու համար։ Երկնավոր Հայր, մենք ուժ չունենք, սակայն թողնոսի որ ցեր դգարության մեջ իմ զորությունս հայտնի գլա։ Շնորհակալ եմ անոր համար, փառքիդ համար այս ամենը Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք կշարունակենք թեր սերդել մեր դասը Աջիլ Աստծո հետ մեր հարաբերությունների մեջ։ Անցյալ շաբաթ խոսեցանք աղոթքի մասին։ Այս շաբաթ պիտի շարունակենք աղոթքի խորհուրդը եւ պիտի շարունակենք ասել ինչպես կորսնական աղոթք կրնալալ։ Մեր աղոթքը ինչպես կրնա կորսնական լալ։ Ուրեմն համարը որ պիտի գարտանք Սաղմոս 62-8-րդ համարն է։ Ամեն ժամանակ անոր հուսացեք, ով ժողովուրդ, անոր արջևը սեդերնիտ բացեք, քանզի Աստված ապավեն է մեզի։ Այո, շնորհակալ եմ։ Ամեն ժամանակ ծեր հույսը Աստծո վրա դրեք եւ ծեր սիրտը անոր արջև բացեք։ Աստված մեր ապավենն է։ Ասիկա պետք չէ մոռնանք, որ Աստված մեր ապավենն է, մեր զորությունն է, ինչպես որ հայրը հորդ վրա կվստահիս։ Կան շատ լավ հայրեր, որոնց վրա հանկիստ կնաս վստահիր կյանքիդ մեջը։ Այդպիսի հայր մնա եւ ատկե ավելի է Աստված։ Ուրեմն ինչպիսին է քո կյանքը, աղոթքի կյանքը։ Օրինակի համար, որ չափ հաջող կաղոթես, կամ որ չափ չերմերանտությամբ կաղոթես, հավատքով կաղոթես արդյոք, կամ երբ որ կաղոթես, կգնգալես, որ Աստված քեզ պիտի պատասխանե։ Ամեն օր կաղոթես, թե միայն արտագաղթ վիճակներում մեջ, երբ որ շատ դժվարության մեջ ես, երբ որ շատ նեղության մեջ ես, միայն այն հիշես, որ ամեն բան ըրի վերջին գայանը աղոթք է, արդյոք այդպես կաղոթես։ Բամը գա, որ կխնդրես աղոթքներոդ մեջը, թեև Աստված կքովափանես, արդյոք միայն արդուն ուդերեն առաջ կաղոթես, գա միայն գերագույն համար կաղոթես, թե լման կմոռնաս անանիգա, թե միայն քնանային առաջ կաղոթես։ Գուցե աղոթքի խումբի կանոնավոր ամասնագից ես, եւ գամ գուցե գիտես թե ինչ կնշանակի ամբողջ օրը աղոթքով անցնել։ Սկացած ես Աստծո միջոցով անոր զորությունը եւ ներկայությունը աղոթքի միջոցով, թե ինչպես քո կյանքդ կփոխե։ Այդպես աղոթք եղած է։ Գիտենք, որ Հիսուսը ասավ ես որդն եմ, խաղողի որդին համար, դուք ճյուղերն եք։ Արդյոք մենք աղոթքով որդին վրա հաստատված ենք։ Եթե կցանկանք, կուզենք աջիլ եւ ծաղիկ տալ, հյութ պետք է ունենանք որդեն եկած մեզի համար։ Քանի որ եթե հյութ որդեն անչափված լավ մենք զորություն չենք ունենար։ Ուրեմն այս տեսակ բաներու մասին քիչ վերջը պիտի խոսենք։ Առաջինը բինանք Եղիային աղոթքը ճգնաժամի ադեն։ Երբ որ ճգնաժամի մեջ եղավ Եղիան, ինչ տեսակ աղոթք մարավ։ Աքաբ թագավորը շատ չարություն ըրավ եւ շատ փարգացուց Աստծո եւ Աստված 3.5 տարի անցերև չի ղրգեց եւ սով եղավ։ Ուրեմն գարտանք առաջ երրորդ թագավորաց 19:1-18 համարները։ Ակար Եղիային բոլոր առատները, բոլոր մարգարեներով ներցնել Հեզակելին պատմեց։ Հեզակել պատգամավոր մղրգեց Եղիային ասելով. Աստվածները այսպես ու ասկե ավելի են ինձի, եթե վաղը այս ատեմ ու անցդ անոնց մեկուն անցին դեղ չտնեմ։ Եղիան այս բանը ասելով ելավ իր անցին ազատյանը համար գնաց ու Հութայի
Պերսապերին մտավ ու իր մանչը հոն ցկեց, ինք անաբադի մեջ մեկ օրվան ճամփա կնած ու քեհիի մդակ նստավ եւ սրտանց մերնիլ ուզեց ու սա ալ հերիքը ով դեր ար իմ հոգիս կանցի ես իմ հայրերես լավ չեմ քեհին դակ բարգեցավ կնացավ ահա հրեշտակ մա անոր տվավ ու անորը սա ելիր դեր Եվյան հայեցավ եւ ահա կլխունքով մոխիրի դակ եփված շոտմը ու մեկ գույս չուր գար գերավ խմեց ու նորեն բարգեցավ Դերոջը հրեշտակը դարձավ երկրորդ անգամ անոր տվավ ու անոր ըսավ ելիր գեր կանցի կու երտալու ճամփատ երկար է անիկա ելավ գերավ ու խմեց անգերագուրին ուժով 40 օր ու 40 գիշեր կնած Միջև կորեր աստծո լերը հասավ Հոն կարայրը մտավ ու գիշերը հոն մնաց Եվ ահա Տերոջը խոսքը անոր եղավ ասելով ով եղյա Ոս ինչ բան ունիս անիկա ասավ զորքերու Տեր Աստծուն համար մեծ նախանձավորություն ունեցա կանցի Իսրայելի որդիները ուխտը տողուցին ու սեղաններ բրծուցին ու կու մարգարաներ ծրով ներծուցին ու միան ես մնացել եմ ու իմ անձը սալ կփանդրեմ որպես զանիկա մերցնեմ Դերը անոր ըսավ ելիր ու լեր Տերոջը արջև գանեն ահա դերը գանցներ ու Տերոջը արջևեն լերները կակով ու աբարաժները գոտրդով մեծ ու սաստիկ հով մը ելավ բայց դերը այն հովին մեջ չեր Հովին ետևեն երկրաշարժ եղավ բայց դերը երկրաշարժին մեջ չեր երկրաշարժի ետևեն գրակ եղավ բայց դերը գրակին մեջ չեր գրակի ետևեն մեղմ ու պարակցայն մը կլսվի Եղիա զանիկա լսածին պես իր վերարգույովը երեսը ծածկեց ու ելավ կարայրին պերանը կանեցավ ահա անոր ցանմը եկավ ու սավ ով Եղիա ոս ինչ բան ունիս անիկա ասավ զորքերու Տեր Աստծուն համար մեծ նախանձավորություն ունեցա կանցի Իսրայելի որդիները ուխտը տողուցին ու սեղանները բրծուցին ու մարգարաները ծրով ներծուցին ու միան ես մնացել եմ եւ իմ անձը սալ կփնտրեն որպես զանիկա վերցնեն Դերը անոր ասավ կնակ ու ճամփա դարձիր եւ Դամասկոսի ճամփայեն երտալով աղայել ասորիներուն վրա տակավոր օծե եւ Նեմցիսի որդին Հենուն Իսրայելի վրա տակավոր օծե ու ապելալայե եղով սապատին օքին երեսեն կուդեղը մարգարե օծե եւ ով որ ակարելի սուրեն ազատի Հենուն պիտի մերցնե ծանիկա ով որ հեվին սուրեն ազատի Եվեսեն պիտի մերցնե ծանիկա բայց ես Իսրայելեն 7000 մարդ պահեցի այսինքն բոլոր անոնց որոնք պահեցին արջև զունգի եկած չեն ու զանիկա պերնով վակած չեն Շնորհակալ եմ, բավական երկայն է դեղը, բայց հիմա կտեսնանք, որ երբ որ Փաղաղին 800 քուրմերը մերցուց թագավոր քնած իրեն դիկնոջը Հեզաբելին պատմեց այս ամենը Հեզաբելին անոնք ինձ Հեզաբելին գրոնքին քուրմերն էին Հեզաբելը սա որ ես այսօր սա պիտի մերցնեմ Եղիան եւ Եղիան աս մեծ Աստծո համար եղած մեծ հաղթանակեն վերջը Հեզաբելեն բաղցավ հոգնած էր գերեւի ամբողջ օրը սպասած էր եւ Աստված երկինքեն գրագիչեցուց եւ այդ զոհը լափեց եւ գիտան որ երկինքի Աստվածն է որ իրական Աստվածն է եւ վերջը անցրև եկավ խնդրեց աղոթեց եւ անցրև եկավ եւ հիմա աս մեկ կնիկին երեսեն սկսավ փախել ու ինչ կսե մեռնելու չափ մերցուր ինձի չուզեր ապրիլ այլևս
Եվ գխորի որ միայն ես մենակ մնացել եմ գսե։ Ինձ պես ուրիշ քեզի ճաշտող մարդ չէ մնացած, երբեմն մենք անան կսկանք։ Գսենք դեր Աստված մարդ չմնաց, հեչ մեկը հավատ չունի, ամեն 4 կողմից անհավատ մնացին, միայն ես մնացի, բայց Աստված գսե ես Իսրայելի 7000 մարդ, այսինքն Աստծո միտքը մեր միտքին վեճ չէ, Աստծո խորհուրդները մեր խորհուրդներն վեճ չէ, Աստված ինքը իրեն համար բահեր է մարդիկ, մենք չենք գիտեր, կարևոր մենք ուր ենք, մենք Աստծո հետ շիրակ ճամփու վրա ալանք, մեր բարակաները մեկ օրվա մեջ կնան, վարգանական մեր բարական գնա փոխվել, կյանքի բարական գնա փոխվել, բայց մենք պետք է հուսահատության եւ հուսալուկության մեջ ինանք, ինչպես որ Հոսեյրյան ինգավ, եւ Աստված իրեն քնքշությունով կմոտենա, հրեշտակը իրեն սափորը ճուր եւ հաց կփերե գուտա, երկու անգամ ադիգա ուդելով 40 օր մեկ կդոր կքալե, առանց հոգնելու, երկնային ճուր եւ երկնային հաց կերավ, եւ 40 օր չօգնեցավ մինչեւ որ դերոջ լերը հասա եւ Աստված ինքնին հոն իրեն կհայտնե շշուգովը ոչ եգրաշարժներ ոչ հովներ ոչ կրագներ կսե շշուգովը Աստված եղավ ցայմը փափուկ ցայմը եւ Աստված իրեն կխոսի իրեն կիդակցել գուտա որ Աստծո ճամփաները լման դարբեր են եւ մենք երբեմն չենք հասկանար բայց մենք պետք է մեր հուսալության ժամանակ Աստված մոռնանք Երբ որ նեղության մեջ ենք, պետք է Աստված մոռնանք, Աստված չի փոխվի, նույնն է։ Աստված մեր բարի եւ քթարած հայրն է, ավելի հստակ գիտե թե ինչ կարիք ունիս ցուն։ Ինչպես կրնաս բավականաչափ հանգիստ լալ, որովհետեւ վստահես անոր եւ աչքը չգդրես իր մե, ինչ որալ բադահի։ Եվ ասոր համար Աստծո հետ կրնաս խոսիլ։ Բաց է եպած Աստծո հետ կրնաս խոսիլ, Աստված քո աղոթքներդ կլսե։ Միգուցե գսե երկան ժամանակ տարիներ աղոթած ես բանի մասին եւ ադոր պատասխանը չես առած Աստվածը գսե մեզի խնդրեցեք եւ գդրվի ցեզի փնտրեցեք պիտի գտնաք թուրը զարգեք պիտի բացվի ցեզի ինչ որ անոր գամքին համացան խնդրես օրը չորը ադիգան բայման պիտի գադարվի ինչ որ ուզած ես ուրեմն հոս գիտենք Աննայի բացմությունը գա 10-17 համարներու մեջ երրորդ առաջին թագավորաց 10-17 կուզեսնե գրջադե Եվ դեպմալի ծոքյո դերո ճարճեղավ կրավուխից շապլացավ Աննա իր սրդի մեջ են գխոսեր մի աշետները գիշարժեն բայց տանը չեր լսեր անոր համար երեք անիրակ տնով գարդեր Երեղին անորացավ, մինչև երբ իմ ծնետ ուտենետ իդի իրլես, ինիետ հրաժարից։ Անաբանացան դվավ ուսավով դերին, այդպես չէր, ես վիշտացած սրդով կին մնիրեմ, երկինի վամողի չեմ խմատ, սական դերով ճարչև իմ սիրը սպացի։ Այնոտ են հերի բադասխան դվավ ուսավ, տնակ աղոքյան ու իսրայլի ասվածը կունդված կեզի դա ինչ որ անյեխնդրեց։ Այո, ուրեմն հոս Աննան երեխա չեր ունենար, Եվ ամեն ադեն փնովակի մեջ էր, որտուն երեխա չունիս, իրեն նեղություն էր ադիգա, եկեղեցի կնաց, տաճարը կնաց եւ սկսավ աղոթելու եւ հեղին քահանայապետն էր, խորեցավ որ խմած է, ասա որ չես ամշտար, արդուգանու խե խմեր ես եկեր ես, այսինքն ես խմաչ եմ սիրտս նեղված է եւ հեղին մարգարեացավ, ասա որ քնա Աստված կուզած քեզի բիդա Եվ հաջորդ տարին ասկինը դղամ ունեցավ, գիտենք Սամուել մարգարեն էր անիգա, երեխան եկեղեցին նվիրեց։ Երբ որ գաթեն գդրվեցավ, երեխան բերավ եկեղեցին դրավ, որպես եկեղեցի մեջ ծառայություն սորվի։ Ուրեմն ասի ամեզի օրինակ մնե աղոթքի որ երկայն ադեն չի պատասխանվեցավ։ Փավ դարիներ ասնեղությունը քաշեցինքը բայց ասնեղութենեն իրեն հարաբերությունը Աստծո հետ ավելի խորացավ ավելի խորուն գիծավ Աստված ով լալը Այո եւ ուրեմն մենք պետք է վստահենք ի վերջո որ Աստված պիտի պատասխանե իր գադարյալ ժամանակին եւ իր ճամփո ճանապարհովը Աստծո ճամփաները մեր ճամփաները չէ մենք բամը գաղութենք ասենք որ դեր Աստված այսպես է բայց Աստված կսե չէ այս ճամփան շիրակ չէ ուրիշ ճամփան պիտի ավելի լավ բիլնա քեզի համար Ուրեմն Աստվածը մեզի ինչ խորհուրդ կուտա Նախ փնտրե Աստծո գամքը ոչ թե քուգդ Մատթեոսի մեջ գսե Երկրորդ մտածե ձեր
դրդաբաճարների մասին, ինչու համար գաղութես։ Կսե երբեմն ստիպողական գաղութես, ինչ է դրդաբաճարը, ինչու համար գուզես, որ աղոտ կպատասխանի։ Երրորդ, մտածեցեք, ունեք սիրելի մեղք, սիրիդ մեջ մեղք մը գա, որ Աստված չուգնալ քեզի պատասխանը, քանի որ այդ մեղքը կսիրես եւ այդ մեղքը կփայփայես, չես ուզեր այդ մեղքին ազատիլ։ Դու Աստծո պետք է խնդրես հարցնես, թե ինչ է այդ մեղքը, որ Աստված կեցցնե այդ մեղքը, ինչ է։ Երրորդ, մնացեք Աստծո մեջ եւ անոր խոսքին մեջը։ Մի դարուփերվիր, հաստատ մնա։ Հավատա, երբ որ գաղութես։ Դասը երբ որ երկմիտ ես, բամը չի պատասխանվիր։ Երկմիտ պիտի չլաս, պիտի հավատաս։ Մտածեք քո սիրտի վիճակին մասին, խոնարհ ես թե հբարդ ես։ Համարեք աղոթքի մեջ։ Շարունակապար աղոթ է, եթե բամը քեզի կարևոր է, դու համար աղոթ կրե, մի ասեր, չլսեր որ։ Ները ուրիշներուն։ Ասիկա, եթե սիդ մեջ աններող սիրտ մգա ադի չի պատասխանվի։ Ի վերջո Աստված կտեսնա ընդհանուր պատկեր եւ գիտե թե ինչը մեզ համար լավագույնն է։ Երբեմն անոր պատասխանը բարձրապես այն է, ինչ որ ըսվավ Բողոսին։ Քեզ իմ շնորհքս բավարար է, ավելի պետք չունիս աղոթելու։ Եթե մենք խորինք, որ Աստված հեռավոր եւ անդարբեր մեկն է, մեր աղոթներն այդպես կլան եւ ադոր պատասխանը չեն կստանալ։ Բայց հարաբերությունը կթուլնա։ Այդ տեսակ պահերու մեջ կսեր ապած Աստվածաշունչը փնդրե Աստվածաշունչին մեջ են, կդիր անոր ասոսերը կդիր անոր մեջը, անոր հոգադարության աբացույցները, թե ինչ տեսակ աղոթներու Աստված պատասխանեց մեզի եւ հոն է որ կգտնաս անոր սիրո եւ քո պատկերացումդ ավելի բարձ կդառնա, թե դու որուքով եկած ես եւ ումեն է որ կխնդրես քո աղոթքը։ Հիմա Հիսուսը կսորվեցին է ինչպես աղոթել։ Ասիկա Մատթեոս 6:5-15-ին մեջն է։ Կրնանք ասել որ ասիկա Հիսուսի հայրմերն է, հայրմեր աղոթքին մեջը Հիսուսին եկան ասին, որ մեզի աղոթել սորվեցուր, քանի որ հասկացան, որ աղոթքը շատ ավելին է, քան երբեք մտածած էին։ Ուրեմն խնդրեցին իրեն եւ Հիսուս իրենց կսե հայր մեր, որ երկինքն ես, ընդունելով, որ տուն անձնական հարաբերությունից հորը հետ, հայր գսես Աստված։ Երկրորդ, ասե Սուրբը լաքու անունդ։ Աստծո սրբությունը կճանչնաս եւ քեզի կմղե, որ իրեն երյուղազությունով եւ պատկարանքով մոտենաս Աստծո։ Երրորդը քուքա արքայությունդ կա։ Կփափակիս Աստծո վերաթարցը, Հիսուսի վերաթարցը եւ Սուրբ Հոգին փնագությունը քու սիրտիդ մեջ կփափակիս։ Քու գամքը դալա ինչպես երկինք, այնպես երկրի վրա։ Կհանձնվիս աղոթքով Աստծո գամքին։ Գիտես որ Աստծո գամքը լավագույնն է քեզի համար։ Դուր այսօր մեր հանաբազորյա հացը խնդրելով այն ինչ անհրաժեշտ է ապրելու համար։ Ինչպես ֆիզիկապես կերագուր եւ ճուր, այնպես էլ հոգեվոր առումով Հիսուսի եւ անոր գենթանի խոսքը։ Ները մեզի մեր բարդքեր, ինչպես մենք կներենք մեր բարդաբաններուն, ապաշխարելով, ներում խնդրելով եւ հիշելով ներելու անոնց մեղքը, ովքեր վիրավորած են մեզի։ Ներենք այնքան թեթևորեն, որքան Աստված մեզի գները։ Եվ մի դար մեզի փորձություն, այլ փրկի մեզ չարեն։ Ուրեմն կխնդրենք պաշտպանություն եւ աբաստան խնդրելով այս աշխարհի չարիքեն։ Սաղմոս 91-ի մեջ գրված է, երբ որ նեղության մեջ է Սաղմոս 91-ը քեզի համար գարտա, քանի որ քու գտե թարգայությունը եւ զորությունը եւ փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ընդունելով, որ մեր ամբողջ քոյությունը, մեր ունեցածը, մեր արարքները կպատկային Աստծո։ Միայն Աստված արժանի է մեր փառաբանության եւ քովափանությանը։ Փառաբանություն, խոստովանություն եւ խնդրանք, շնորհակալություն։ Հոսալ Դանիելի աղոթքը գա Դանիել 9:4-19 քիչ մի երկայն է ժամանակի առումով զանց պիտինենք կարդալը, կրնակ տունը կարդալ Դանիելը, միայն ես վրային պիտի ասնեմ, գսե փառաբանություն նախ, Աստծո անտե փառաբանություն հրավ։ Գիտեք, Դանիելին ձուղակը ցկեցին, անցյալ շաբաթ կարծեմ ասինք,
Թանյա ձողակը ցկեցին, որբեսի իրեն վերացնեն, նախանց էին իրեն հանդեպ։ Բայց Թանյան օրը 3 անգամ իրեն բադուաները կփանել ամենուն արջևը գաղոթեր։ Չեր զրալար աղոթել են։ Նախ փառապանություն։ Ուրեմն ճշտամունք կդրսևորե Աստծո հանդեպ, թե ով է Աստված եւ ինչպիսին է Աստված։ Որ Աստված է մեր ինչպես կնանք փառապանենք, ինչու համար, քանի Աստված մեր ազատարարն է, մեր փրկիչն է, մեր մխիթարիչն է, կփառապանենք, քանի որ դու մեր բժիշկն ես, կփառապանենք քեզի, քանի որ դու մեր բարի հովիվն ես, կփառապանենք քեզի, քանի որ դու մեր ալֆան եւ օմեգան ես, դու մեր վեմն ես, ասոնք բաներ են, որ գնանք Աստված փառավորել։ Երկրորդ խոստովանություն եւ ներում, երբ խոսենք Աստծո հետ եւ անոր մեջը կբնակվենք, չենք կնար թողել այն ամենը, ինչը կարող է մեզի բահել կամ անգե բաժնել։ Վազ պետք է անցնես։ Ինչ որ քեզի ասում է հերու կբահե, ատկե վազ պետք է անցնես։ Պետք է ցկես։ Որչափ որ Աստծո գմոդենանք, աչափ կդկա մենք թշվառ ենք, որ մենք անարժան ենք իրեն։ Եվ մենք կուզենք աղոթել, որ մեր մեղքերը հեռացնե մեր բնավորությունը ցևավորը իր նմանությունով։ Երբ մենք ագգանենք, որ Աստվածները մեզի, մենք եւս պետք է պատրաստ լինենք ներել ուրիշներուն։ Ինչպես որ գսեմ, միմյանց խոստովանեցեք ձեր մեղքերը, միմյանց համար աղոթեցեք, որ բժշկվիք։ Արդարին աղոթքը ավելի ուժեղ կներկործե։ Երրորդ խնդրանք, ինչ բարդավենու արժեվ կանգնած ես։ Գուցե ընտանիքիդ համար, ընկերներիդ համար, առողջության համար, ֆինանսերուն համար, աշխատանքի կամ ուսման հետ կապված նեղություններ ունես։ Ասոնց համար խնդրե ասում է։ Կամ մարդիկ կան, որ քու աջակցության կարիք ունին, ինչպես կնաս անոնց տալ քու լավակույնդ, աղոթե կոնկրետ այս բաներուն համար, տեղին, ինչ որ կարիք կա, այդ կարիքին համար բարձրացայն է, մի ընդհանուր ըներ, հատուգենտ, մասնահատուկ ձևով աղոթե ադոր համար, և վերջը քոհություն դուր Աստծո, շնորհակալություն հայտնե քո առօրյա օրհնություններիդ համար, գնա մեծ բաներ միտքեդ կացնին, բայց ինչ կնես բզդիկ բաներուն համար, օրինակի համար, շնչելու իրավունքին համար, խմելու իրավունքին համար, որ ոտքերդ կդաս կայնիլ, շնորհակալություն հայտնե ամեն բանի համար։ Մենք Աստծո ողորմություն մշտական ստացողներն ենք, սակայն շատ քիչ կքոհանանք, Աստուծո մե, եւ քիչ կփառավորենք։ Հարց մը գա, ինչու աղոթել։ Եթե Աստված ամեն բան գիտե, ինչու աղոթել։ Շատերը գսեն այս հարցը։ Տուն կուդեատ կուզես կարդալ։ Ուր էր։ Դանիել 9:4-19։ Եվ իմ Տեր Աստծո աղոթքը ըրի, խոստովանեցա, որ ուսի, ով Տեր, մեծ և ահավոր Աստված, որ քեզ սիրողներուն և քո պատվիրաններուդ ապահովողներուն ուխտն ու ողորմությունը կպահես։ Մենք մեղք գործեցինք, անօրենություն ըրինք, ամբաշտություն ըրինք և ամբաստանեցանք ու քո պատվիրանքներուդ ու օրենքներդ խոստովանեցանք և քո ծառաներուդ մարգարեներուդ խոսքին մտիկ չըրինք, որոնք մեր թագավորներուն, երիշխաններուն ու մեր հայրերին ու երկրին բոլոր ժողովուրդներուն բանումովդ խոստովանեցանք։ Ով Տեր, քեզի տվայել է արդարություն ու մեզի երեսի ամոթ, ինչպես այսօր եղավ Հուդայի մարդոց, Երուսաղեմի բնակիչներուն ու բոլոր մերձավոր ու հեռավոր իսրայելցիներուն այն բոլոր երկրներուն մեջ, ուր զանոթ քշեցին անոնց քեզի դեմ ըրած հանցանքին համար։ Ով Տեր, երեսի ամոթ տվայել է մեզի մեր թագավորներուն և իշխաններուն ու մեր հայրերուն վասնզի քեզի դեմ եղք գործեցին։ Իսկ ողորմություն ու ներողություն Տեր Աստծո տվայել է, վասնզի մենք անգե ամբաստանեցանք
համբարձանեցանք։ Ես մեր Տեր Աստծուն ձայնին մտիկ չրինք, որ իր օրենքներով քայլենք, որոնք իր ծառաներուն մարգարեներուն միջոցով մեր առջև դրավ։ Ու բոլոր Իսրայել քո օրենքը զանցրին, ես քո ձայնით մտիկ չնելով խոստովանեցան։ Ուստի Աստծո ծառային Մովսեսին օրենքին մեջ դրած անեծքն ու երդումը մեր վրա թափվեցան, քանզի անոնց դեմ մեղք գործեցինք։ Մեր վրա մեծ չարիք բերելով հաստատեցանք մեր խոսքերը, որոնք մեր վրայով ու մեր դատողներ դատավորներուն վրայով խոսել են, այնպես որ Երուսաղեմի մեջ եղածին նմանը բոլոր երկնքին տակ չեղավ։ Մովսեսի օրենքի մեջ գրվածին պես այս բոլոր չարիքը մեր վրա եկավ, սակայն մենք մեր անօրենություններն դառնալու եւ քո ճշմարտությանը խելամուտ լալու համար մեր Տեր Աստծո ներում չխնդրեցինք, եւ Տերը այս աղետը պատրաստած էր ու զանիկա մեր վրա բերավ, քանզի մեր Աստվածը իր բոլոր գործերուն մեջ արդար է, բայց մենք անոր ձայնին մտիկ չրինք։ Ով էր Աստված, մեր որ բոլոր ժողովուրդը զորավոր ցերկելով Երուսաղեմին հանեցիր, քանզի անոր վաստակեցար, ինչպես այսօր բռնամինք մեղք գործեցինք ամբաշտություն ըրի, ով Տեր բոլոր բարօրությանը համեմատ շնորհ կրի քու սուրբ լեռներ Երուսաղեմ քաղաքեն ու մտությանը ու բարեկրթությունը դարձար, վասնզի մեր մեղքերուն համար ու մեր հայրերուն անօրենություններուն համար Երուսաղեմն ու քո ժողովուրդը մեր բոլոտիկը եղողներին նախատվեցան։ Եվ հիմա ով Աստված մեր քո ծառայիդ աղոթքն ու աղաչանքը լսե ու քո սիրուտ համար քո համայացած Սրբարանիդ վրա երեսդ փայլեցուր ատանջդ խոնարեցուր ու Աստվածին ու լսե աչքերդ բաց ու տես մեր արևումները եւ այն քաղաքը, որ քո անունովը վշտացած է, վասնզի մեր աղաչանքը ոչ թե մեր արդարություններուն համար քո արչեւը կմատուցանեն, հապա քո մեծ ողորմությանը համար, ով Տեր, լսե, ով Տեր, ներե, ով Տեր, մտի գրե ու կատարե մի ուշանար քեզի համար, ով Աստվածին, քանզի քո քաղաքը ու քո ժողովուրդը քո անունովը կոչված են, այո, շնորհակալ եմ, բավական երկար էր, բայց ասիկա Դանիելի աղոթքն է, Դանիելի աղոթքը ամեն ինչ կփարփագե մեջը, եւ իր մեղքը, եւ իր ժողովրդին մեղքը, եւ կբացատրե, եւ վերջը Աստծո ներողամտությանը կհուսա, եւ կխնդրե որ Աստված իրեն ներե, ով դեր լսե, ով դեր ներե, ով դեր մտի գրե, ով դեր գադարե, ասիկա մեր օրինակին համար է, մենք նույնը գրնանք, ասի մեզի աղոթքի մեկ ցև մնե որ գրնանք յուրացնել եւ մենք հալ աղոթենք, ուրեմն ինչպես ինչու աղոթե, թե Աստված ամեն ինչ գիտե, կսե որ անհրաժեշտ է ոչ թե անոր համար որ Աստված գիտնա մեր ունելիքը, քան ամեն բան գիտե, թե մենք ով ենք, այլ մեզի համար որպեսզի գրնանք ընդունել անոր, աղոթքը ոչ թե Աստված գիչեցնե մեր քովը, այլ մեզի կբարձրացնե իրեն քով։ Ինչու աղոթե, երբ ամեն բան լավ է, նեղություն չունիս, ամեն բան ուրախության մեջ ես, ինչու պետք է աղոթես։
Ինքնակոհություն եւ անփարդավանությունը ամենամեծ խոչընդոտներն մեկն են աղոթքի զորավոր կյանքի ճամփային։ Եթե մենք գիտակցենք, թե որքան ունենք Աստծո գարիքը, շատ ավելի հաճախ կերտանք իրենք հովը։ Եթե գադարալ հրեշտակները առանց ցավ երկինքի մեջ անգամ երկրբակեն կփարապանեն անոր, ապա ինչու մենք մեղավոր մարդիկս պետք է մտածենք, թե ավելի քիչ ունենք Աստծո գարիքը։ Որն է հավատքի թերը։ Եթե հավատքով չես աղոթեր, ադիգա աղոթ չեղավ։ Աղոթք եւ հավատքը սերտորեն կապված են եւ անոնք պետք է միասին ուսումնասիրվին։ Հավատքով աղոթքի մեջ աստվածային գիտություն կա։ Այդ գիտությունն է, որ պետք է հասկանաս յուրաքանչյուր ոք, ով կցանկա իր կյանքի ընթացքը հաջողությամբ պսակել։ Քրիստոսը գսե ամեն ինչ աղոթքով խնդրեցեք, հավատացեք, որ կստանաք եւ կդրվի ցեզի։ Հաջորդը բիցե ում հետ պետք է աղոթեմ։ Ամենին առաջ թուն քեզի հետ, մենակ։ Մենակդ պետք է աղոթես, միայն Աստված եւ թուն։ Երկրորդը ժամանակ հատկացուր սիրտ քննելու, Աստծո հետ խոսելու եւ անոր լսելու համար։ Երկրորդ պետք է մեր ընտանիքներուն հետ կամ բզդիկ խումբերով աղոթենք, ինչպես որ գսե որ 2 կամ 3 հոգի միասին հավաքված լա ես հոնեմ։ Վերջը կրնաս աղոթել եկեղեցական համայնքին հետ։ Այսինքն շատ ավելի մարդոց արժև։ Աղոթքի տեսակները ասոնք են։ 3 տեսակն կարևոր են։ Հիմա քիչ առաջ ասենք, որ պետք է նաև լսես, ինչպես պետք է լսեմ աղոթքը, աղոթքի պատասխանը։ Ինչպես որ ասենք քիչ առաջ, որ մենք կապված ենք որդադունգին, մենք ճյուղերն ենք, կապված ենք որդադունգին։ Ուրեմն Աստվածաշունչ կարդալն է անիգա։ Երբ որ Աստվածաշունչը կարդաս, երկրպագության ժամանակ աղոթք գնես եւ Աստվածաշունչ ուսումնասիրես, ասոնք ամենը քեզի գոկտե որ թուն Աստվածաշունչը կարդալով գլսես, թե Աստված քեզի ինչ պիտես է։ Երբեմն գնա սիդիտ հոգիտ մեջ տա խոսի, չլա որ թուն քու խելքետ փամը լսես ագանչիտ մեջը խոսես որ քու սազդա, կադոմը պետք է կարդաս, գիտնաս որ շիդակ ճամփու վրա ինչպես պիտի լա։ Վերջամրության համար բիցեմ հոգին կարող է ավելի մոդենալ երկնքին փառապանության թևերով։ Այսինքն մեր հոգիները երկնային բալատներում Աստծո երկրբակեն երգերով եւ երաժշտությամբ։ Ու երբ կարտահայտենք մեր խոհապանությունը, մենք կմոդենանք երկնային զորքերու երկրբակությանը։ Եկենք հարկակով ուրախությամբ կանք մեր արջին արչև, որբեսի խոհապանություն եւ օրհներկության ցայն հնչեցնենք Աստծո արչև։ Ուրեմն փառապանելով եւ քոհանալով նախ մեր աղոթքը գնանք սկսել եւ վերջը մնացած ինչ որ արդեն խոսեցանք։ Քիչ առաջ կասեի երեխաներին, որ երբ որ չես գիտեր ինչ պիտի աղոթես, երգե։ Աստծո խոսքը, Աստծո երգերը։ Այո։ Եվ երբ որ երգես, Աստված քեզի աղոթքի բանի մեջ կտնե քեզի։ Ջամփու մեջ կտնե, որ գարինաս խաղաղությունով իրեն աղոթել։ Այսօրվա համար աշխապը շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, երկար էր տասը, շատ ավելի սերտողության նյութեր գային, բայց ժամանակի համար կարճ կապեցինք, մինչև հաջորդ հանդիպում, շնորհակալ ենք։